Այսպիսով, Աստծո հետ մտերիմ լինելու ուղին հետևյալն է. Աստծո վախ ունենալը, ուղիղ սիրտ ունենալը, հեզ եւ խոնարհ լինելը։ Եվ այս հատկանիշների միաձուլումը ճանապարհ է հարթում մեզ համար Աստծո հետ մտերիմ լինելու։ Նորից կրկնեմ, Աստծո վախն ունենալը, ուղիղ սիրտ ունենալը, հեզ եւ խոնարհ լինելը։ Սրա միաձուլումն է, որ ստեղծում է ճանապարհ Աստծո հետ մտերմություն ունենալու։ Մեր Տեր Հիսուսը այս ամենը ձևակերպեց հետևյալ խոսքերով։ Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 21-23-րդ խոսքեր։ Ով որ իմ պատվիրաններն ունի եւ նրանց պահում է, նա է ինձ սիրողը, եւ ինձ սիրողն իմ հորիցը կսիրվի, եւ ես կսիրեմ նրան եւ ինձ կհայտնեմ նրան։ 23-րդ խոսքն ասում է. Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի եւ իմ հայրը կսիրե նրան եւ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Ալելույա։ Սա այն մտերմությունն է, որ Հիսուսը խոստանում է իրեն սիրողներին եւ իրեն սիրողը այն մարդն է, ով որ Հիսուսի խոսքերը պահում եւ կատարում է։ Որ հայրը եւ որդին կգան եւ բնակություն կհաստատեն մեր սրտերում։ Այսպես ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն ձգտում մտերմություն հաստատելու Աստծո հետ, ովքեր пассив դիրքում են կամ գտնվում են անտարբերության մեջ, նրանք մեծ ռիսկի են դիմում, բացասական ռիսկի։ Ովքեր չեն ձգտում այդ մտերմությանը, թե հավատում ենք, թե լավ է, пассив դիրքում են, մեծ ռիսկի են դիմում, վատ ռիսկի, վատ վախճանի ռիսկի։ Այն, որ հպարտներն ու ամբարտավանները սահելու են եւ վայր ընկնեն, եւ նրանց սայթակումը տանում է կործանման, հասկանալի է մեզ։ Այսպես է գրում Ասապ իր Սաղմոսում, 73 Սաղմոս 18-րդ խոսք. Իրավի որ դու նրանց հեշտ սահելու տեղ ես դնում, կոնծանվելու մեջ ես գցում նրանց։ Խոսում է ամբարտավանների մասին եւ հպարտների մասին։ Սակայն Աստվածաշունչը նկարագրում է նաև Աստծո հետ մտերիմ որոշ մարդկանց սայթակումները։ Որքան էլ քաղցր փափագելի է մտերմությունը, սակայն Աստվածաշունչը մեզ նկարագրում է, մեզ ցույց է տալիս, որ նույնիսկ այդ մտերիմ մարդկանցից ոմանք, ոչ բոլորը, փառք Աստծուն, որ ոչ բոլորը, որովհետև նոր ուխտում մենք կտեսնենք խոսքեր, որոնք մեզ հուսադրում են, քաջալերում են, որ կա տարբերակ այդ մտերմությունը չկորցնելու եւ այդ մտերմության մեջ հավետ մնալու եւ չսայթակելու։ Ուստի մտերիմ մարդկանցից ոմանք, որ սայթակեցին, ապաշխարում են եւ վերականգնում են իրենց մտերմությունն Աստծո հետ։ Ցավոք սրտի, ոմանք էլ, որ սայթակում են, կորցնում են այդ մտերմությունն Աստծո հետ։ Փրկվում են թե չէ, դա թողնում ենք Աստծո դատին։ Կորինթացիներից ուղված նամակ առաջի Կորինթացից 10-րդ գլուխ 11-րդ խոսք։ Եվ այն ամենն օրինակի համար էր նրանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրվեցավ, որոնց դարերի վերջը հասավ։ Ուրեմն այն ամենը, ինչ որ նրանց հետ պատահում էր օրինակի համար է, ասում է Պողոս առաքյալը, բայց գրվեց մեզ համար, որ մենք խրատվենք, որ մենք տեսնենք, հասկանանք եւ զգուշանանք։ Նաեւ այս ասեմ, որ սատանայի մեծագույն խաբկանքներից մեկը սա է։ Ճակերտների մեջ եմ ասում, այսինքն փոխանցում եմ սատանայի միտքը կարծես։ Քեզ այս վտանգը չի սպառնում։ Զարմանալի բան է։ Ես չէի տեսել, ուշադրություն դարձրեցի, երբ որ ինձ ասեցին, հիմա վաճառվող սիգարետների վրա այնպիսի տուփերի վրա այնպիսի նկարներ էր նկարված, որ միայն նայելուց արդեն սարսռում ես, այնպիսի հիվանդության այդպիսի ահավոր նկարներ։ Եվ մարդիկ վճարում են եւ այդ սիգարետը գնում ու ծխում։ Եվ միտքը մարդկանց մեջ սա է. ինձ դա չի սպառնում։ Ուշադիր եղեք։ Այս մտքից ուշադիր եղեք։
Չլինի թե ովևէ մեկին սատանան խաբի, որ քեզ վտանգ չկա, դու ուրիշ ես։ Մինչդեռ Սուրբ Գիրքը նույն Կորինթացիներից նամակ 10:12-ում հետևյալն է ասում. ուրեմն ով որ համարում է թե հաստատ կանգնած է, թող զգուշ լինի, որ վայր չընկնի։ Ալելույա։ Եվ հիմա ուզում եմ թվարկել այն մարդկանց, Աստծո մտերիմ մարդկանց անունները, նրանց գործերը եւ քննենք թե ինչպես նրանք վայր ընկան, ինչու վայր ընկան եւ զգուշանանք ինքներս այդ վայր ընկնելուց, սայթակելուց։ Աստծո մեծ մարգարե Մովսես։ Մարդ ում հետ Աստված խոսում էր բերանե-բերան, այսպես է ասում Սուրբ Գիրքը, դեմ առ դեմ։ Մի մարդ, որ տեսնում էր Աստծո կերպարանքը, մի մարդ, որ երեսնիվայր ընկավ Աստծո առջև եւ բարեխոսեց մի ամբողջ ժողովրդի համար, Իսրայել ժողովրդի համար, մեղմացրեց Աստծո բարկությունը ու նրանց փրկեց վաղաժամ մահից, կորստից։ Եվ սա արեց ոչ մեկ անգամ։ Սակայն Պարագա եկավ, երբ որ Մովսեսի կյանքում, երբ որ նա արթուն չգտնվեց։ Այն, թե որքան Մովսեսը մոտ էր Աստծուն, մենք կասենք երանի նրան, եւ ես ուզում եմ Մովսեսի պես մտերմություն հաստատել Աստծո հետ։ Բայց տեսնենք, թե ինչ կատարվեց։ Թվոց գիրք 20-րդ գլուխ 1:12 խոսքեր, ես մեջից որոշ խոսքեր կկարդամ, առաջի խոսքից։ Եվ Իսրայելի որդկանց բոլոր ժողովքը Սին անապատը եկան առաջի ամսում եւ ժողովուրդը Կադեսի մեջ բանակ տվեց։ Եվ ժողովուրդը ջուր չուներ եւ Մովսեսի եւ Ահարոնի վրա հավաքվեցին եւ ժողովուրդը Մովսեսի հետ վիճեց, բողոքեց, տրտնջաց այն պայմանների համար, որում գտնվել են, նեղվեց, սկսեց բողոքել, վիճել այն աստիճան, որ 6-րդ խոսքն ասում է եւ Մովսեսն ու Ահարոնը ժողովքի առաջից գնացին ժողովքի խորանը, տապանակի մոտ, Աստծո խորանը։ Խորանի դուռը եւ իրենց երեսների վրա ընկան եւ Եհովայի փառքը նրանց երևաց։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. «Առ գավազանը եւ ժողովքը ժողովիր դու եւ քո եղբայր Ահարոնը։ Եվ խոսեցեք ապառաժին նրանց աչքերի առաջին եւ նա կտա իր ջուրը եւ դու ապառաժից ջուր կհանես նրանց համար եւ կխմեցնես ժողովքը եւ անասուններին»։ Հստակ պատգամ է տալիս Աստված Մովսեսին, թե ինչ անի։ Գավազանդ վերցրու, գնա կանգնիր այդ ապառաժի ժայռի առջև եւ խոսիր ժայռին եւ նա ջուր կտա։ Եվ դու կխմեցնես եւ ժողովրդին եւ նրանց անասուններին։ 9-րդ խոսքն ասում է. «Եվ Մովսեսը Եհովայի առաջից առավ գավազանը, ինչպես որ նա իրեն պատվիրեց, եւ Մովսեսն ու Ահարոնը ժողովեցին ժողովքը ապառաժի առաջին եւ ասեցին նրանց. Լսեցեք հիմա ով ապստամբներ, այս ապառաժից ձեզ ջուր հանենք ձեզ համար։ Եվ Մովսես իր ձեռքը բարձրացրեց եւ գավազանով 2 անգամ ապառաժին զարկեց եւ շատ ջուր դուրս եկավ։ Եվ ժողովքը եւ նրանց անասունները խմեցին»։ Եթե ուշադիր կարդաք, շատ տեղեր այսպես է գրված։ Աստված մի բան ասում է Մովսեսին, Մովսեսը գնում է եւ նկարագրում է, թե մի փոքր մի ուրիշ ձևով այդ բանն արեց։ Եվ խնդիր չկար։ Այստեղ էլ եթե կանգնես կարդաս, թե ասեց, գնաց այս արեց, կարող է թվալ դե նույն ընթացքն է։ Բայց զարմանալի մի արձագանք։ 12-րդ խոսք։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ, ասելով. «Որովհետև ինձ չհավատացիք, ինձ Իսրայելի որդկանց աչքերի առաջին փառավորելու, նրա համար դուք այս ժողովուրդը չեք տանի այն երկիրը, որ նրանց տվի, որովհետև ինձ չհավատացիք»։ Այ քեզ բան։ Ես նայեցի եբրայերեն բառը, հնչողությունը դարձար ասեմ, մոտավոր եմ ասում, որտեղ ես եբրայերեն մասնագետ չեմ։ Սա է լո աման։ Լոն ժխտական մասնիկն է, ամանը հավատքն է, չհավատացիք։ Որ նշանակում է հավատարիմ չեղաք, այսինքն դուք ինձ հավատարիմ չեղաք։ Հաջորդը չվստահեցիք, հաստատուն չմնացիք, դուք ինձ հավատարիմ չեղաք, դուք ինձ չվստահեցիք, դուք հաստատուն չմնացիք,
եւ սրա համար պատիժ էր։ Դուք այդ ժողովուրդը չեք տանելու այն երկիրը, որ ես խոստացա։ Թվոց գիրք 27:14 Դարձյալ Աստված խոսում է Մովսեսի հետ, ասելով, հիշեցնելով, որովհետև ինձ դեմ անհնազանդ եղաք։ Այստեղ Աստված կիրառում է լո մալ խոսքը, որ նշանակում է անհավատարիմ եղաք, խախտեցիք պարտականությունը։ Իսրայելի որդկանց մեջ Սին անապատում Կադեսի հակառակության ջրերի վրա, որովհետև Իսրայելի որդկանց մեջ ինձ չսրբեցիք։ Զարմանալի բան, նաև թվոց, որն ասեցի, թվոց 27:14 ներողություն, ուրիշ տեղ գրված կարդացի, նորից կարդամ, թվոց 27:14 որովհետև դուք իմ հրամանի դեմ ապստամբություն արեցիք։ Այստեղ լո մարահ բառն է օգտագործվում, որ նշանակում է անհնազանդ եղաք, հակառակվեցիք Սին անապատում ժողովքի հակառակություն արած ժամանակ եւ նրանց առաջին ինձ չսրբեցիք։ Երկրորդ օրինաց 32:51 Դարձյալ Աստված խոսում է Մովսեսին հիշեցնելով եւ ասում, որովհետեւ ինձ դեմ անհնազանդություն արեցիք, այստեղ լո մալ բառն է օգտագործում, անհավատարիմ եղաք, խախտեցիք պարտականությունը։ Աստված Մովսեսի հետ խոսելուց 3 տարբեր բառեր է կիրառում։ Իսկ Մովսեսը երկրորդ օրինաց 3:26-ում այսպես է գրված, այսպես է ասում ժողովրդին, սա արդեն Մովսեսն է ասում։ Բայց Եհովան բարկացավ ինձ վրա ձեր պատճառով եւ ինձ չլսեց։ Ինչին չլսեց, Մովսեսը աղոթք էր անում, խնդրում Աստծուն թույլ տուր մտնեմ այս ժողովրդի հետ խոստացած երկիրը եւ ասում է Աստված բարկացավ ինձ վրա ձեր պատճառով եւ ինձ չլսեց։ Եվ Եհովան ինձ ասեց. հերիք է քեզ, այսինքն այլևս այդ աղոթքը չանես։ Եվ այլևս այդ բանի համար աղոթք չանես, չխնդրես։ Միայն պատմությունը հայտնի է, բարձրացնում է նրան լեռը, ասում է նայիր, աչքովդ կտեսնես այդ երկիրը, բայց դու չես մտնի։ Այսպիսով ո՞րն էր Մովսեսի սայթաքելու պատճառը։ Ըստ Մովսեսի դա ժողովուրդն էր, որ Աստծո բազմաթիվ հրաշքները, նշանները, զորությունները, գործերը տեսնելուց հետո էլ նորից անհավատություն ցուցաբերեցին, եկան բողոքեցին Մովսեսին, երբ որ ջուր չկար, դառնացրին այս մարդու սիրտը եւ Մովսես այդ բարկության մեջ մեղանչեց։ Եվ եթե կարդանք Թվոց գիրք 20-րդ գլուխ 10-րդ խոսքը, որ ասում է Մովսեսն ու Ահարոնը ժողովեցին ժողովրդին այդ ժայռի առջև եւ հետեւյալն ասեցին. լսեցեք հիմա ով ապստամբներ, այս ապարաժից ձեր ջուր հանենք հիմա, եւ Մովսեսը 2 անգամ իր գավազանով խփեց ապարաժին։ Զարմանալի ու հատկանշական մի բան։ Մովսեսն ու Ահարոնը չարեցին այնպես, ինչպես որ Տերն էր պատվիրել նրանց անել, խոսել ժայռի հետ։ Բայց Աստված Մովսեսի խոսքը գետնով չգցեց։ Այնպես չեղավ, որ Մովսեսը զարկի ժայռին եւ ջուր չգա։ Հետո ասի՝ վայ ներողություն, ողբար եւ ասել՝ ես պիտի ասեի ժայռին, որ ջուր տա։ Թե ինչն է դրանց տարբերությունը, անկեղծ ասած, այդքան ես չեմ հասկանում, թե ինչու խոսքի դեպքում Աստված կփառավորվեր եւ երկրորդ դեպքում, երբ որ գավազանով խփեց, ջուրը դարձյալ եկավ, Աստված այնպես չփառավորվեց, ինչպես որ պիտի փառավորվեր, երբ որ Մովսեսը խոսք ասեր ժայռին։ Եթե ճիշտ ձևով լիներ, մենք կտեսնեինք, բայց մեզ տրված չէ երկուսի տարբերակն էլ, որ մեկ այս դեպքը լիներ, մեկ այն դեպքը եւ մենք դրանց տարբերությունը տեսնեինք։ Եվ մտածում եմ, թե ինչու այդպես արեց Աստված, որ Մովսեսը թեև ճիշտ ձևով չվարվեց, սակայն Աստված ջուրը տվեց։ Նպատակը այս էր, որ ոչ այդ սերունդը, ոչ էլ հետո եկող սերունդից ովևէ մեկը կասկած անգամ չունենար Մովսեսի խոսքի հանդեպ, որ Աստված խոսել էր Մովսեսի միջոցով։ Ինչ եզրակացություն կարող ենք անել։
մտերմությունը Աստծո հետ չի ենթադրում լո աման, լո մարահ, լո մաալ, այսինքն մտերմությունը չի ենթադրում, որ պահի տակ կախված իրավիճակից, կախված քո հոգեվիճակից կարելի է չհավատալ, չվստահել, հաստատուն չլինել, անհավատարիմ լինել, չհնազանդվել կամ պարտականությունը չկատարել եւ հետնել մնալ անպատիժ։